եթե Ադրբեջանը խաղաղության հասնելու հանգամանքը կապում է մեր հայեցակարգային փաստաթղթերի հետ եւ մեր պետության կազմակերպա իրավական ձևի հետ, սահմանադրության հետ, ապա նշանակում է Ադրբեջանը պատրաստ չի խաղաղության։ Սա մենք պետք է հասկանանք, սա աքսիոմա է։ Դա նշանակում է, որ ժամանակ են ձգում եւ վերցրել են մի օրակարգային հարց, որի իրագործումը անհնարին է լինելու, որտեղ թույլ չենք տալու։ Ադրբեջանի համար սահմանադրություն փոխի, Նիկոլ Փաշինյանը թույլ չենք տալու եւ չի էլ կարողանալու։ Ստացվում է Ադրբեջանը վերցրել է մի անհնարին հարց, որ հետո ոչ խաղաղության համար մեղադրի Հայաստանին։ Ինչու, որտեղ Հայաստանի Հանրապետությունը անտեսեց Ռաֆայել Լեմկինի ինստիտուտի մի շարք հետազոտություններ եւ ահազանգեր մեղադրելու Ադրբեջանին ցեղասպանության մեջ եւ խաղաղության գործընթացը տապալելու մեջ։ Հետևաբար պետքա թշնամին օգտվի, ինչ ենք ուզում։ Մի երկու վագոն ապրանքաշրջանառությունը կամ վառելիքի շրջանառություն չէ, դա միակողմանի, նրանք ներմուծում։ Վառելիքի արկայությունը դա դեռ չի նշանակում խաղաղություն։ Այո։ Պետք է հասկանանք, որ անվճար պանիրը որտեղ է լինում։ Եվ պետք է հասկանանք, որ այս ամենի հետևում ինչ ռազմավարական հետաքրքրություններ կան։ Լավ, ինչ զարգացումներ եք պատկերացնում։ Հայաստանը Հատականը, այո, ընդունվեց, բայց Հայաստանը ճար չունի, պետք է զարգանա։ Հենց շնորհապետական կուսակցությունը դրա համար էր, ասում ենք սիրելի քաղաքացիներ, 8 տարի անցել է, չէ։ Մենք բոլորով միասին ընտրեցինք Նիկոլ Փաշինյանին, որտեղ խոստումներ էր տվել Արցախի հետ կապված, խոստումներ էր տվել արդարության վերականգնման հետ կապված, լուստրացիայի հետ, ինստիտուտների կայացման հետ կապված, ռազմավարական դաշնակիցների ձեռքբերումների հետ կապված։ Անցել է 8 տարի, ինչ եք տեսել։ 10,000 դրամ թոշակների ավելացում, իսկ դուք հաշվել եք, թե 2018 թվականից մինչև այսօր դրամի գնողունակությունը ինչքան է անկում ապրել։ Այն գնումը, որը որ դուք կարող էիք անել 2018 թվականին 40,000 դրամով, դուք 2026 թվականին չեք կարողանալու անել անգամ 80,000 դրամով։ Հետո ինչ որ ձեր թոշակը դարձել է 40-ից 50,000 ենթադրենք։ 80,000-ով դուք չեք կարող առնել խանութից այն, ինչ որ 40-50,000-ով առնում եք 2018-ին։ Ինչ եք տեսել։ Եկել են հիմա ինչ որ թատրոն են խաղում, հատակների են հայտնվում ինչ որ մարդիկ, որոնց հետ չէին է խորշում համագործակցել վերջին 8 տարին, թույլ տվեցին ընտրություններին մասնակցեն։ Որևէ մեկը որևէ պատասխան չի տվել։ Արդարությունը վերականգնված չէ։ Նա տեսեք զինված ուժերի կարգավիճակը, 2-3 թռչող անօթաչուներով չի է, համակարգային փոփոխությունների մասին է խոսքը գնում։ Մեկը ինչ որ մի ինդիմադիրի բարևտա խնդիրներ կունենա աշխատանքի վայրում։ Այսպիսի Հայաստան ենք մենք ուզում, սիրելի քաղաքացիներ։ Սա է ձեր կամքը։ Շնորհապետական կուսակցությունը նրա համար էր, որ ասում էր, ցանկացած գործադիր իշխանության գլխավոր թիվ 1 առաքելությունը պետության դիմադրողականության բարձրացումն է։ Քո գործը չի կրոնը, եղբայր։ Քո գործը չի դասագրքի վերնագիրը, քո գործը չի Արարատ սարի պաշտամունքի հարցը, դա ազգային սիմվոլների հարց է։ Ազգային սիմվոլները շատ ավելի մեծ ու տարողունակ հարց են, քան քաղաքական համակարգը։ Քաղաքական համակարգը կոչված է սիմվոլներին ծառայելու, որտեղ ազգի ինքնությամբ պայմանավորված քաղաքական ինստիտուտ է։ Քո գործը տնտեսության, բանակի, դիմադրողականության բարձրացումն էր, արժեքավոր անհատականություններին պաշտոնի նշանակելու համատեքստում, վերահսկողություն իրականացնելու համատեքստում, ճիշտ համագործակցություն իրականացնելու համատեքստում։ Բալավ դա չենք տեսնում, տեսնում ենք ամբողջ պետական ինստիտուտների եւ քաղաքական եւ հայցողական պաշտոնների դեվալվացիայի, արժեզրկման հանգամանք։ Ոչ մի նորմալ արժեքավոր բան չկա, մի նոր սպորտսմեն շռնդալից, որ հաջողության հասներ, ինչ որ մի մարզաձև, մի հետաքրքիր ուղղություն, զարգացվածություն եւ այլն, մի լուրջ կառույց, ազգային կապիտալի վրա հիմնված տրանսազգային կազմակերպություն։ Սփյուռքի հետ տարվող աշխատանքները տապալված են։ Սփյուռքը առհասարակ կտրված է Հայաստանից։ Նրանց ասել են հետո ինչ որ գենետիկորեն հայ եք, անձնագիրը հայկական չի։ Պատկերացնում եք ինչ աղետի մեջ ենք մենք։ Պատկերացնում եք։ Եվ այս հանգամանքում որ պրոյեկտը ասես։
Հյուսիս հարավը ասես, որ միջև այսօր թերի է։ Թրիփը ասես։ Թրիփը ասես։ Ինչ թրիփի հետ կապված ինչ։ Ակադեմիական քաղաքը ասես, նա ասես, համակարգեր են, որ չի ստացվում, չէ։ Չի ստացվում։ Թրիփն էլ չի ստացվում։ Ինչու՞։ Որովհետև ձեռնտու չի։ Ձեռնտու չի, նման ենթակառուցվածք զարգացնելու համար առևտրաշրջանառությունը միլիարդների պետքա լինի տարեկան։ Միլիարդների։ Բա Մերձավոր Արևելքը պատերազմական իրավիճակում դուք ակնկալում եք միջազգային առևտուր, դուք մոռանում եք, որ թրիփը գործարկելու համար երկու ճանապարհ կա։ Իրանից Հայաստան եւ Ադրբեջանից Հայաստան։ Ընդ որում Ադրբեջանից Հայաստանում էլ Իրանից Հայաստան մոտեցումը պետք է լինի։ Ռուսաստանից գոնե մոտեցումը պետքա լինի։ Կենտրոնական Ասիայից էլ կամ պետքա Կասպից էլի ծովով սենց գան մտնեն Ադրբեջան գան, բայց այդտեղ էլ անջրպետը բնական ծովն է, եթե դու ուզում ես երկաթուղի կամ ճանապարհային տրաֆիկ, էլի Իրանով պետքա գա։ Բա Իրանի նկատմամբ չեք տեսնում ինչեր է կատարվում։ Այս պատերազմական թնջուկում դուք պատկերացնում եք մի նախագիծ մի քանի միլիարդ դոլարանոց, որը տնտեսապես ձեռնտու կլինի միայն եթե տարեկան միլիարդավոր դոլարների հոսք կապահովի, դա հնարավոր է։ Բացի այդ մենք տեսնում ենք, որ զուտ կազմակերպիչների եւ կառավարիչների առումով ինչ ազգանուններ կարող են հայտնվել, ինչ կապեր անուղակի կարող են լինել։ Ի վերջո Միացյալ Նահանգները հիմա կանգնել է բեկումնային փոփոխությունների շեմին արդեն աշնանը։ Այս համատեքստում դուք ակնկալում եք թրիփի առումով ինչ-որ շարժ։ Ես անցյալ տարի Մեղրի նռնաձոր հատվածը ամբողջությամբ երթևեկելի այդ գոտիով անցա։ Անգամ ասֆալտապատ ճանապարհ չկա, ինչ երկաթուղու մասին կարող է խոսքը գնալ։ Այս տարի էլ են գնացել Մեղրի ագարակ։ Սարսափելի է ենթակառուցվածքների առումով։ Սարսափելի է։ Հիմա սիրելի ժողովուրդ, բա դուք չեք տեսնում, ինչքան կարելի է օդով սնվել։ Օդով սնվելու պարագայում մի օր քաղցից կմահանա մարդ։ Հիմա խոստումներով չես կարա երկիր զարգացնես։ Ինչքան կարելի է խոստումներին ապավինել։ Խոստումների վրա միայն ապավինելով մի օր կմահանա երկիրը։ Ինչ ուժեղ դիրքեր ունի այս պահին Հայաստանը։ Հայաստանը ուժեղ դիրք ունի զուտ այն առումով, որ միջազգային գլոբալ եւ տարածաշրջանային համատեքստում հավասարակշռություն դեռ կա, բայց դա մեզանից կախված չի։ Մենք չգիտենք այդ հավասարակշռությունը ինչքան կաշխատի։ Օրինակ նախկին անվտանգային ճարտարապետության հավասարակշռիչը աշխատեց 94 թվականից մինչև 2016 թվականը։ Հետո արդեն ցնցումն եղավ, պիտի հասկացողը հասկանար ինչա տեղի ունենում։ Հասկացավ, ուրիշ լուծում տվեց։ Տեսանք ինչ լուծում տվեց։ Հիմա էլ կանգնել ասում է ինդուլգենցիա տալիս Նիկոլ Փաշինյանին, ասում է այդ հաշիվ չի։ Մի անգամ արտահերթ է եղել, նենց որ երկու անգամ չի ընտրվել, հաշիվ չի։ Ժողովուրդ ջան, ինչ անենք ուրիշ, որ դուք տեսնեք։ Անենք։ Դուք ասում եք, ինչ խոստում տվել եմ, արել եմ, շարունակեք այդ ոգով, իսկ ինչ խոստում եք տվել, որ տվել արել եք։ Ես խոստացա, որ 1 տարի հետո քաղաքական ուժը կկայանա, քաղաքական ուժը կայացավ, պետական գրանցումը ստացավ, իր սիմվոլիկաներով, քաղաքական համախոհներով, անհատականությունները եւ այլն։ Ես խոստացա, որ այդ քաղաքական ուժը 1 տարի ընդամենը գոյություն ունենալով հանդերձ կմասնակցի Հայաստանի Հանրապետության թիվ 1 քաղաքական գործընթացին, մենք մասնակցեցինք Հայաստանի Հանրապետության թիվ 1 քաղաքական գործընթացին եւ հարյուրավոր կուսակցությունների մեջ 6 կուսակցություններից մեկն ենք։ Այսինքն 6 քաղաքական ուժ կարող ենք առանձնացնել հարյուրավորների մեջ, մենք դրանցից մեկն ենք։ Եվ սա քաղաքական առումով իմ երկրորդ խոստումն էր, որ կար։ Ես խոստացա, որ մենք մեր քաղաքական գործընթացը շարունակելու ենք էլ ավելի զարգացնենք, այդ խոստումը իրականացնելու ճանապարհին ենք ընթանում եւ ամեն ինչ դեռ առջևում է։ Ինչ է լինելու, ես հարցեցի, ինչ զարգացումներ եք սպասում, ինչ լուծումներ կան։ Ադրբեջանը ասում է, ամբողջ աշխարհին ասում է, ես պատրաստ եմ ստորագրել, Հայաստանը չի անում այն ինչ որ պետք է անի։ Ոնց է լուծվելու այս հարցը։ Դուք ասում եք, չենք թույլ տալու որ փոփոխություն։ Իհարկե։ Ուստի ինչ որևէ մի քաղաքական ուժ, որը նախկինում որ եղել էր
եւ ներկայում որ կա, եւ նրանց սպասարկող արբանյակ, քաղաքական գործիչներ եւ ուժեր բարոյական իրավունք չունեն սահմանադրական փոփոխությունների մասին խոսելու։ Չխոսեցին, սահմանադրությանը ասեց ոչ, նոր սահմանադրությանը հասարակությունը ասեց ոչ։ Այդ դեպքում նշանակում է, որ Հայաստանը փրկվելու շանս ունի։